բայց ինձ էլ օրհնիր։ Արդյոք հնարավոր է, որ կյանքի մեջ հասնել մի տեղ, որտեղ դու Աստծուն ասել ինձ էլ օրհնիր, եւ Աստված ասի, գործնեմ, բայց այն օրհնությունը, որ քոնն էր, այլևս այդ օրհնությունը դու երբեք չես կարող ունենալ։ Գիտեք, պատմությունը մի քիչ ճնշող է, պատմությունը մի քիչ այսպես, որովհետև մենք սովորել ենք, մեզ սովորեցրել են մանավանդ ուլտրախարիզմատիկական շարժի մեջ պարբերաբար, մենք էլ մտնելով դուրս գալով, մեր լավատեսություն այնքան ծայրահեղ կարող է լինել, որ ուրիշ կողմեր էլ չենք կարողանում պատկերացնել, հնարավոր է, որ Աստծուն արցենք ինձ էլ օրհնի, իմ ուզած օրհնությունը ինքը չտա։ Հնարավոր է սիրելիներս, եւ ես այսօր խոսելու եմ դրա մասին։ Գիտեք, Ծննդոց գրքի, եկեք որպեսզի շատ էլ ձեզ չտանջեմ, այս ինտրիգայի մեջ շատ ես ձեզ չպահեմ, եկեք մի անգամից գնանք Ծննդոց 27-ի 30-ից 36-ը շատ արագ կարդալու եմ, դուք չեք նեղվի, չէ՞ որ մի քիչ երկար կարդամ Աստվածաշնչից, անկեղծ լինենք սիրելիներս, հենց որ նեղվեք, աշկով արեք, հովը չի տեսնում այդ ետևում, այնպես որ աշկով արեք, ես կհասկանամ, որ ինչ լավ է, որ աշկովանող չկա։ 27:30 գրված է, եւ երբ որ Իսահակը Հակոբին օրհնեց, վերջացրեց, հետաքրքիր բառ է։ Եղավ հենց որ Հակոբը դուրս եկավ իր հոր Իսահակի առջևից, նրա եղբայր Եսավը եկավ որսիցը։ Նա էլ խորոտիկներ շինեց եւ բերավ իր հոր մոտ եւ ասեց հորը. «Վեր կաց, հայր իմ, կեր, քո որդու որսիցը, որ քո հոգին ինձ օրհնե»։ Նրա հայր Իսահակ ասեց նրան. «Դու ով ես»։ Նա ասեց, ես քո անդրանիկ որդի Եսավն եմ։ Իսահակը մեծ սարսափով սաստիկ սարսափեց եւ ասեց. ապա նա ով էր, որ որսել եւ բերել ինձ համար եւ ես ամենիցը կերա քո գալուց առաջ եւ օրհնեցի նրան, նա օրհնված էլ կմնա։ Եվ երբ որ լսեց իր հոր խոսքերը մեծ եւ դառն աղաղակով սաստիկ լաց եղավ, ինչի մասին նոր կտակարանում Պողոս առաքյալը հատուկ անդրադարձ է կատարում Եբրայեցիների գրքի մեջ, մենք հետո կնայենք դրան։ Ինձ էլ օրհնիր, հայր իմ, ինձ էլ օրհնիր։ Եվ նա ասեց. քո եղբայրն եկավ նենգությամբ, առավ քո օրհնությունը։ Արդյոք հնարավոր է այսպիսի բան։ Իմ օրհնությունը առնի մեկ այլ ուրիշը։ Խոսենք հետո։ Նա ասեց, քո եղբայրն եկավ նենգությամբ եւ առավ քո հոր օրհնությունը։ Միթե նրա անունը, ես այստեղ մի քիչ լարվում եմ, որովհետեւ իմ անունն էլ է Հակոբ։ Չեն ասում, ահա սա երկու անգամ է, որ ինձ խաբել, իմիջիալոց երկու անգամ արդեն գալիս եմ ստեղ։ Ինչպես ասում են ռուսական ասացված կա Բог любит троицу, երրորդ անգամ էլ կանչի արած եղբայր, որ վտանգ անցնի։ Երկու անգամ, որ ինձ խաբել է իմ անդրանիկությունն առավ, հիմա էլ ահա օրհնությունը սառավ։ Եվ ասեց, ինձ համար էլ օրհնություն չես թողել։ Գիտեք, այս պատմության ողբերգությունը այն է, որ մարդ, որ արդեն իսկ ծնված օրվանից օրհնություն ուներ։ Մենք գիտենք, որ անդրանիկությունը պատկանում էր Հակոբին եւ դեռ օրհնությունն էլ պատրաստ էր, որ իջներ Հակոբի վրա, մնում էր, որ ինքը իր հոր ուզածն աներ, որսը բերեր։ Եվ մարդ, որ արդեն ուներ օրհնություն, հանկարծ հայտնվում է մի վիճակի մեջ եւ ասում է. ինձ էլ օրհնիր Տեր։ Գուրեր եղբայրներ, ես ուզում եմ այստեղ մի ակնարկ թողնեմ, մինչև որ կանցնեմ առաջ։ Հիշեք, ձեր կյանքի մեջ այն օրվանից, երբ որ դուք ծնվեցիք վերստին, խնդրում եմ ուշադրիր լսեք, ես հավատում եմ, որ վերստին ծնվելուց հետո դեռ շատ օրհնության աղոթքներ կարող ենք անել, որ Աստված կօրհնի, պարգևներ կա, որ Աստված դեռ կտա, օրհնություններ կա, որ Աստված դեռ կտա, բայց օրհնություններ կան, ես ուզում եմ, որ դուք սրա վրա հատուկ ուշադրություններ դարձնեք։ Դա գալիս է ձեր կյանքի մեջ հենց այն օրվանից, երբ որ դուք վերստին ծնվում եք եւ դրա համար անգամ պետք է չի աղոթել, որ այդ օրհնությունը գա։ Եվ դրանք լավագույն օրհնություններն են։
Որովհետև նա մեզ վերստին ծնելով ոչ միայն վերստին ծնում է սիրելիներս, որպեսզի մենք փրկության մեջ մտնենք, այլ նա վերստին ծնուն տալով մեզ պարգևներ, շնորհներ, կանչվածություն, օծություն, օրհնություն, այդ վերստին ծնունդի հետ մեզ տալիս է եւ դրա համար կարիք չկա աղոթք անելու։ Օրինակ ես շատ լավ հիշում եմ, շատ լավ։ Նրանք ովքեր որ հանդիպում են ունեցել Աստծո հետ, կարծում եմ այս կարծիքը կկիսեն ինձ հետ։ Այն օրվանից, երբ որ ես 94 թվականին հանդիպեցի Տիրոջը, ես շատ լավ հասկանում եմ այդ օրը ինչ եղավ ինձ հետ։ Ես շատ լավ հասկանում եմ այդ օրը ինչ Տերը իմ վերստին ծնունդի հետ ինչ տվեց ինձ։ Կարծում եմ սա նորմալ է, որ մենք հասկանանք սիրելիներս։ Այո, նորից եմ ասում, բաներ կա, որ հետո կիմանանք։ Բայց այդ օրը ես կյանքում չեմ մոռանա, դա 94 թվականի հունվարի 6-ն էր, երբ որ ես կանգնած եմ մի փոքր սենյակում մեր գյուղում, որտեղ հավաքված էին տատիկներ, գլխաշորերը գցած, ինձ էլ հատուկ ասել էին, որովհետև ես երաժիշտ էի, արի երկողներ էին գալու, ես եկա ոչ մի երկող չկար, ընդամենը մի քանի տատիկ բացած երկարանները երգում են, չեմ էլ հիշում ինչ երգ, բայց այնպիսի ներգործություն տեղի ունեցավ ինձ հետ։ Ես չհասկացա ինչպես ես ետևի շարքից հայտնվեցի արջևի շարքում եւ 4 ժամ աչքերիցս արցունքներ էր հորդում այն աստիճան, որպեսի պաշտամունքը չխանգարեմ, ինձ թևերից վերցրեցին, շպրտեցին մի սենյակ, դուռը փակեցին եւ 4 ժամ ես հիշում եմ հոնգուր ես անգամ իմ հայրը որ ինձ ուժեղ ծեծել է ես դեն չեմ լացել, բայց այդ լացը ուրիշ լաց էր, այդ արցունքները ուրիշ արցունքներ էին, ես 4 ժամ անդադար աղոթքի մեջ ինձ հետո դուռը բացում են եւ ես դուրս եմ եկել այնտեղից մեկ այլ ուրիշ մարդ, ես հիշում եմ այդ օրը լավ եւ ես հիշում եմ ով էր ինձ հետ խոսացողը եւ ես հիշում եմ ինչ էր խոսում ինձ հետ խոսացողը եւ ես այդ օրվանից եմ, գիտեք սիրելիներս, շատ սուպերմեն չերևամ ձեր աչքերի առաջ, բայց անկեղծ եմ ասում, ես այդ ապրում ունեցեմ, ես այդ տորն եմ իմացել, ես չեմ իմացել ինչա նշանակում հովվական ծառայություն, բայց ես այդ տորն եմ հասկացել, ես ինչ պիտի անեմ նրա համար։ Սրանք օրհնություններ են, որի համար ես չեմ ես ընդամենը լաց է լինում, օրհնություններ կան, որ տրված են վերստին ծնունդից սկսած։ Եսավ, անդրանիկությունը քոնն է, օրհնությունը քոնն է։ Սիրելի եկեղեցի, հիմա ուզում եմ ձեզ ասել։ Բաներ կա, որ տրված է ձեզ որպես եկեղեցի։ Եվ դա տրված չի Աբովյանում որևէ մեկ այլ եկեղեցու։ Ես ձեզ դա ասում եմ հաստատ։ Ես հեսա Սուրբ գրքում ցույց կտամ այդ տեղերը։ Սիրելի անհատներ, անհատ քրիստոնյաներ, բաներ կա, որ անհատ Աստված հատուկ տվելա ձեզ ձեր ապաշխարության օրվանից։ Դա ձերն է, այդ օրհնությունները ձերն են։ Բայց ասում են Աստված չանի, Աստված տես բան չի անում, սիրելիներս, ընդհանրապես Աստված չանի տեն չլինի, այդ նախադասության հետ մի քիչ ես չեմ հարմարում, Աստված վատ բան չի անում։ Հետի մենք կարող ենք ինչ-որ մի բան անենք, որի արդյունքում ինչ-որ մի բան լինի։ Բայց ասացիս իմաստը սա է, Աստված պահի, որ այդ ամենը տրված լինելուց հետո կանգնենք եւ ասենք ինձ էլ օրհնի Տեր։